Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդարանը Իրանում Հայաստանի դեսպանի զրույցում Թրամփի ուղին նույնականացրել է Զանգեզուրի միջանցքի հետ։ Այս հայտարարությունը որքանով է պարզապես կարծիք եւ որքանով պաշտոնական քաղաքական ուղերձ։ Եվ պաշտոնական կարծիք է եւ քաղաքական ուղերձ բնականաբար։ Առաջին անգամը չէ, որ Իրանը իր հստակ կարմիր գծերի մասին ընդգծում է։ Շատ հետաքրքիր է, որ այսպես կոչված Զանգեզուր միջանցքի վերաբերյալ հենց այդ եզրույթը Իրանը օգտագործում է, թեև ներիրանական տարբեր քննարկումների ուղեղային կենտրոնների մակարդակում փորձել են առավելագույնս խուսափել այդ եզրույթը շրջանառել, բայց փաստը մնում է փաստ, որ տարածաշրջանում ամերիկյան ներկայության ինտենսիվացման ուղղված նաև արևմուտքի, եթե կարելի է ասել, չասեմ հավաքական արևմուտքի, որովհետև այդտեղ 3 տարբեր շերտեր կան, բայց այդ ինտենսիվացմամբ պայմանավորված Իրանը խստացնում է իր հռետորաբանությունը։ Իհարկե, սա միայն Հայաստան, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ, Իրան, Թուրքիա, Ռուսաստան խնդիր չէ, սա շատ ավելի ռեգիոնալ մակարդակով զարգացումների մասին է խոսում եւ եթե նկատի ունենանք, որ անցած 2-3 ամսվա ընթացքում ամենայն դեպս օգոստոսի 8-ից հետո իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր առիթներով նշել են, որ մենք ստացել ենք հավաստիացումներ, որ դա հակաիրանական չէ։ Եվ Ալի Աքբար վիլայաթի նման անձնավորության, որը Իրանի հոգևոր առաջնորդի աջ ձեռքն է, ընդհանրապես արտաքին քաղաքականության ոլորտում նման մակարդակի պերսոնաժի հայտարարությունը խոսում է այն մասին, որ Իրանի ներքաղաքական եւ ընդհանրապես տարածաշրջանային որոշումների ընդունման մի շարք կենտրոններում խոսքը վերաբերում է եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին եւ հոգևոր առաջնորդին եւ ընդհանրապես քաղաքական ղեկավարության տեղի է ունեցել դիսոնանս պայմանավորված մերձավոր արևելքում ամերիկյան քաղաքական պլանների ավելի շուտ Սիրիայում եւ Լիբանանում ֆեդերալիզացիայի գործընթացի հետ, որտեղ փորձում են Իրանին վերջնականապես չեզոքացնել, դուրս բերել, եւ Իրանը պարզել, որ պիտի օգտագործի այս հնարավորությունը, խնդիրներ ստեղծելով նվազագույն ամերիկյան ռազմավարական շահերի համար հենց այս տարածաշրջանում։ Այսուհանդերձ Ռուսաստան, Իրան, Թուրքիա մերձեցումը Թուրքմենստանում, Աշխաբադում վերջերս խոսում է այն մասին, որ ձևավորվել է մեր տարածաշրջանում նվազագույնը 3 գումարած 3 ձևաչափի մասին է խոսքը, կոնսենսուս, որ արտատարածաշրջանային խաղացողների ներգրավումը դառնալու է լուրջ խնդիր տարածաշրջանում անվտանգային ճարտարապետությունը վերափոխելու կամ վերաիմաստավորելու տեսանկյունից։ Սա շատ վտանգավոր գիծ է եւ խոսում է Հայաստանի իշխանության բառացիորեն տապալած դիվանագիտության եւ անվտանգային քաղաքականության մասին, որտեղ Հայաստանը դարձել է բարձրբուն իմաստով պրոքսի դերակատար պրոքսի խաղացող այս տարածաշրջանում եւ հանդիսանալով անմիջականորեն Իրանի հետ սահմանին Միացյալ Նահանգների, ինչու ոչ նաեւ Իսրայելի պրոքսի ներկայացուցիչը մենք նմանատիպ այլ իրավիճակների ականատես եղել ենք մերձավոր արևելքում եւ տեսել ենք, թե նման մասշտաբային ռազմավարական խարդախության, եթե կարելի է ասել, մեջ ներգրավելը ինչ ծանր հետևանքներ է ունենում եւ ես չեմ բացառում, որ Իրանի այս ուղերձը հստակ կարմիր ազդանշան է, որ Իրան-Իսրայել պատերազմից հետո Իրանը վերականգնել է իր հնարավորությունները եւ պատրաստ է ցանկացած անվտանգային սպառնալիքի դեպքում իր հյուսիսային սահմանների մասին խոսքը միջամտել։ Այսինքն սա նախազգուշացում էր Հայաստանին, թե նաև ուղերձեր Թուրքիային ու Ադրբեջանին։ Սա բոլորին է ուղերձ։ Իրականում այսպես կոչված այդ ճանապարհի միակողմանի գործարկումը շատ լուրջ վերահաշվարկների տեղիք է տալիս։ Եթե ճանապարհների ապաշրջափակումը տեղի ունենա ըստ այն պայմանավորվածությունների, որոնք դիցուկ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նշված էր կամ դիցուկ այսպես կոչված այդ մտածածին խեղկատակությունը, որը կոչվում է խաղաղության խաչմերուկ, այդ տրամաբանության մեջ, այսինքն եթե Ռուսաստանին հաջողվեր
նվազագույնը 3 գումարած 3 ձևաչափով հասնել հավելյալ ճնշումների միջոցով Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա, ապա շրջափակելու բոլոր կոմունիկացիաները եւ եթե կողմ լիներ Հայաստանը, իհարկե այդ ամենը մենք խոսում ենք Ռուսաստանից զուտ որպես երբեմնի ռազմավարական գործընկերոջ, որը պիտի ունենա իր խոսքը եւ լրջագույն դերակատարում այս տարածաշրջանում անվտանգային ուժերի դիսբալանսը վերականգնելու առումով։ Բայց քանի որ Հայաստանը չի նախաձեռնում նման բան, չպետք է ակնկալել, որ այլ պետությունից ոչ Իրանն է պատրաստ իր հարաբերությունները վատացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որովհետեւ լոգիստիկ առումով եւ նավթագազային ռեսուրսների տարանցման առումով շատ դեռ առևտրի մասին չեմ խոսում, գեոքաղաքական ազդեցության մասին չեմ խոսում, շատ լուրջ ազդեցություն ունի։ Բայց հիմա եթե դա չի արվում, նշանակում է, որ Իրանը ունի մեկ խնդիր, բոլոր այն պետությունները, որոնք փորձում են տապալել միջուկային բանակցությունները կամ նվազագույնը Միացյալ Նահանգներ Իրան գործարքի, խաղաղ գործարքի կայացմանը եւ խոսքը ակնհայտորեն վերաբերվում է Իսրայելին։ Իրանը մշտապես այդպես էլ բնութագրում է սիոնիստական ռեժիմին, ինքը արժանանալու է համապատասխան արձագանքի։ Այս process-ում ներգրավված է բնականաբար նաեւ Թուրքիան, որը փորձելու է մաքսիմալ առավելագույնը քաղել իր շահերից ելնելով, թեև երկ դիմի խաղը, որ խաղում է, ինչը բնական է դիվանագիտության դեպքում, կարճաժամկետ մանևրումների կամ խուսանավումների միջոցով Թուրքիան մեկ խաղում է այստեղ, մեկ խաղում է այդտեղ, թուրքական գործոնի դերակատարումն էլ պայմանավորված է այս պահի դրությամբ, թե Միացյալ Նահանգներն ինչ կորոշի քրդերի հետ կապված Սիրիայում։ Սա էլ է մեկ խնդիր, որի մասին ես վերջին 1-1 տարվա ընթացքում ասում եմ, որ քրդական խնդրի էվոլյուցիայից է կախված, թե Թուրքիան դեպի արևելք կգնա եւ ինչ տրամաբանությամբ կգնա կամ ինչ մեթոդաբանությամբ կգնա։ Բախում Իրանի հետ ռազմական բախում ես այս պայմանությամբ հնարավոր չեմ համարում, որովհետեւ դեռ ճանապարհ կա դիվանագիտության միջոցով լուծելու այդ խնդիրը, բայց ինչ վերաբերում է այսպես կոչված միջանցքի տրամաբանության մեջ թուրք-իրանական կամ թուրք-ադրբեջանական հարաբերությունների սրմանը շատ բան կախված է երկու պետությունից։ Նախ առաջին պաշտոնական Երևանը, որը Հայաստանը թաթախել է այս շահերի բախման կիզակետում, պիտի փորձի առավելագույնս Իրանի հետ ինտենսիվորեն աշխատել եւ տալ իրական երաշխիքներ, ռազմավարական երաշխիքներ, որ դա երբեք ու երբեք չի կարող ծառայել հակաիրանական նպատակների իրականացմանը, ես չեմ պատկերացնում ճիշտ ասած, այս իշխանությունից ամենայն դեպս չեմ ակնկալում նման բան։ Եվ երկրորդը իրանական պետությունը ինքը պիտի փորձի լրացուցիչ ճնշումների միջոցով գուցե պաշտոնական Երևանին հասկացնել, որ TRIP ծրագրի իրականացումը, որ իրականում ես համարում եմ անիրատեսական մեծ հաշվով ամենայն դեպս առաջիկա մի քանի տարվա ընթացքում պիտի փորձի համոզել պաշտոնական Երևանին չգնալ արկածախնդրության, քաղաքական եւ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հարվածող քայլի, այլապես դրա հետևանքները մենք շատ վատ հետևանքները մենք կրելու ենք։ Եվս մեկ բան ասեմ ու ամփոփեմ, կարծում եմ օգոստոսի 8-ը տեղի ունեցավ անմիջապես Իրան-Իսրայել պատերազմից հետո եւ կարճաժամկետ այդ օգուտներից բացի, որ Միացյալ Նահանգները ակնկալում են այս տարածաշրջանում, ասել են եւ շարունակում են պնդել, որ համապատասխան փաստարկներով իհարկե, որ առանց Ռուսաստանի եւ Իրանի հետ անողակի բանակցությունների Միացյալ Նահանգները հենց այնպես չէր մտնի այս տարածաշրջան, որովհետեւ այս տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտումը ռազմավարական համապարփակ ռազմավարական մեծ կոնցեպտի տրամաբանության մեջ է ոչ թե երկու գաճաճ պետությունների Հայաստանի եւ Ադրբեջանի ոչ լեգիտիմ ղեկավարների ընդունած որոշման հետևանք։ Եվ ուզում եմ հասկանալ, մենք կարողանանք իրավիճակը, մենք նկատի ունեմ Հայաստանը կարողանա իրավիճակը փրկել, երբ Թրամփի ուղին ներկայացնի որպես տնտեսական ծրագիր, Իրանը ինչպես է անցալու։ Եթե մեզ թվում է, որ Իրանում այդքանը չեն հաշվում, կամ քարոզչական թեզեր, որ նետվում են շրջանառության մեջ են դրվում, առհասարակ Իրանում չեն ֆիլտրում այդ ամբողջը, կամ խորքերը չեն տեսնում, սխալվում ենք։ Իրանում շատ լավ հասկանում եմ, որ
սա ոչ թե տնտեսական նախագիծ է, սա տարածաշրջանի էթնոգրաֆիկ, ժողովրդագրական, գեոքաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ անվտանգային դիմագիծը փոխելուն ուղղված առաջիկա 30 տարվա մասին է խոսքը, մեգա նախագիծ է, որի ընդամենը 42 կիլոմետրանոց հատվածն է կոչվում Զանգեզուրի միջանցքը։ Իրականում սա շատ ավելի մեծ ծրագիր է, որտեղ բախվում են եւ Չինաստանի շահերը, եւ Ռուսաստանի, եւ Հնդկաստանի, եւ Միացյալ Նահանգների եւ հավաքական արևմուտք որպես այդպեսին իհարկե չկա, բայց տնտեսական իհարկե տնտեսական կլիներ, եթե մենք կարողանայինք մեր դիվանագիտությունը այնպես կառուցել նրբորեն համոզելով եւ ճիշտ լոբինգ իրականացնելով, որ տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները ապաշրջապատվեն։ Ոչ թե ստացվի միակողմանի, ճանապարհը անվերահսկելի միջանցք, բառեզբուն իմաստով միջանցք, որտեղ հայկական մաքսային սահմանապահները որևէ դերակատարում չեն ունենալ այդ ամեն ինչի։ Սա է հենց ամբողջ խնդիրը, որ մեր դիրքերը թուլացում է եւ Իրանի նման դեռ մենք Ռուսաստանի իրական արձագանքին չենք հանդիպել։ Ռուսաստանի իհարկե հայտարարում է պարբերաբար, ճիշտ այնպես ինչպես Իրանը, որ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված ցանկացած պայմանավորվածություն կամ համաձայնություն, որը միտված է տարածաշրջանում խաղաղությանը, բայց մենք դրա իրական քաղաքական հետևանքներին շատ ավելի առջևում առաջիկայում շատ ավելի սուր ձևով ենք հանդիպելու, պայմանավորված նաև Հայաստանում նախընտրական տարի լինելով եւ Եվրամիության այն բացահայտ կեղծ ժողովրդավարության աջակցելու ուղղված քայլերը, որ Հայաստանը դիմել է իրենց ռուսական գործոնը, այսպես ասենք, հարվածելու կամ դադարեցնելու ուղղությամբ օգնություն ցուցաբերելու համար, ու խոսքը ակնհայտորեն վերաբերում է մոլդովական սցենարի կրկնության Հայաստան։ Ես ակնկալում եմ, որ Իրանի արձագանքը առաջինն է, բայց մեր տարածաշրջանում պատմաքաղաքական առումով լուրջ դերակատարում եւ ներգրավվածություն ունեցող պետությունները, ու մասնավորապես Ռուսաստանը, նաեւ առաջիկայում տարբեր միջոցներով, գուցե ոչ ուղիղ տարբեր միջոցներով կհայտարարի իր ընդդիմությանը այս նախագծին, որտեղ իր շահերը ենթադրաբար ոտնահարվում են։